Էլի հայը։ Քոչարին էլ հայը հորինեց, պարեց, ուրիշ ազգ չկար, ինչ մի բան էր հայը տեսել, հարձակումներ, աղետներ, լեռներով մեկուսացած բնակավայրեր, հողի մաշող աշխատանք, հային ամուր համայնք էր պետք, մայր ու մանուկ, հարուստ ու աղքատ, բարեկամ ու խռոված իրար ձեռք բռնեին, իրարով ոգեշնչվեին, սովորեին ու պայքարեին, մի կտոր հացն էլ մեծ սեղանի շուրջ էր կիսում, կենացով ու պարերով, մտածեց, բա իր երկրպագած խոյից շարժումներ չբերի, պար հնարի, անունն էլ խոյ ղոչ բառից քոչարի դնի, իր ծիրանենուց զուրնա, ընկուզենուց դհոլ կսարքի, մարտական նվագով էլ քոչարի կպարի, հայի ամեն համայնք, քոչարու իշտեսակում դիմագից պահեց, ուրախության պորտկում դարձավ քոչարին, մտավ հայի ծեսեր, արդեն հասուն տղամարդ ես, գնա, քոչարի պարիր, բերքահավաքն եք վերջացրել քոչարի, հարսանիք է, գյուղական տոներ են, օտար հողում հայը հային տեսավ քոչարի, Ռեյխստագում թամանյանական դիվիզիան հաղթանակը տոնեց, իհարկե քոչարի, ահա թե ինչ է լինում, երբ հայը որոշում է չընկճվել ու պար արարել։